Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունները հասել են վտանգավոր սահմանագծի, թեև Իրանում ավարտվել են զանգվածային անկարգությունները, սակայն Մերձավոր Արևելքում լարվածությունը նոր փուլ է անցել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին ի պատասխան Իրանի ղեկավարությունը հայտարարել է լիակատար մարտական պատրաստվածության մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ իրանական ափեր է շարժվել ամերիկյան ռազմական հսկայական նավատորմ Աբրահամ Լինքոլն ավիակրի գլխավորությամբ։ Նա զգուշացրել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է ավելի հզոր հարված հասցնել Իրանին, քան 2025 թվականի ամռանը, շեշտելով, որ ժամանակը սպառվում է։ Ըստ CNN-ի Սպիտակ տունը մի քանի սցենար ունի՝ հարվածներ միջուկային օբյեկտներին, պետական հաստատություններին և ուժային այն կառույցներին, որոնք պատասխանատու են երկրում բողոքի ցույցերի ճշմարտ համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ Իրանի զինուժը պատրաստ է անհապաղ և հզոր պատասխանի։ Նախարարի խոսքով Թեհրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ձեռք բերել, քանի որ նման զենքերը տեղ չունեն զինանոցում։ Ըստ նրա, Իրանը բաց է արդար համաձայնագրի համար, բայց ոչ սպառնալիքների ներքո։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին փաստացի մերժել է ուրանի հարստացումը դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկը, այն համարելով միջամտություն երկրի ներքին գործերին։ Նա շեշտել է, որ ցանկացած ռազմական գործողություն կհամարվի լայնածավալ պատերազմի սկիզբ, եւ պատասխան հարվածներ կստանան նաեւ ԱՄՆ-ի դաշնակիցները, մասնավորապես Իսրայելը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առաջարկել է Թրամփին կազմակերպել եռակողմ գագաթնաժողով ճգնաժամը մեղմելու համար։ Եվրամիությունը Կայա Կալասի գլխավորությամբ քննարկել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս նահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու հարցը։ Այս քայլը, ըստ վերլուծաբանների, կլեգիտիմացնի ԱՄՆ-ի հնարավոր հարվածները Իրանին։ Ռազմական բախմանվտանգի պատճառով կրկին ընկել է իրանական ռիալի կուրսը։ $1 արժեքը դարձել է մոտ 2 միլիոն ռիալ։ Այս ամենի ֆոնին Թեհրանը պաշտոնապես ներկայացրել է իր նոր 2000 կիլոմետր հեռահարությամբ Խորեմշեհր բալիստիկ հրթիռը։ Այն իրանական զինանոցի բալիստիկ հրթիռներից ամենանշանավորն է։ Միջազգային վերլուծաբանները չեն բացառում, որ ԱՄՆ-Իրան ռազմական բախումը կարող է սկսվել 48 ժամվա ընթացքում, եթե դիվանագիտական խողովակները վերջնականապես փակվեն։